Սելի ավադագիցներ, գողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի բատվական անունով եւ արձոփարք ունենք այս հատուկ եւ այս գեղեցիկ օրվան համար։ Գողջունենք բոլոր անոնք, որոնք յետևին մեզ նաեւ համացանցի միջոցով եւ կամ ICFN.TV միջոցով։ Թող Աստված օրհնե, զորացնե, առողջ բահե, հավատքով բահե։ Անփորձանք, անվտանգ եւ իր գամքը օրհնյալ թողլա։ Մեր պաշտամունքները գշարունակվին ամեն գիրագի կանք եւ միասին զասված պաշտենք։ Եկող գիրագի գանցաթարնանք եւ գունենանք մայրելու օրվա հատուկ ծրագիր պաշտամունք եւ նախաճաշ։ Եկող գիրագի ժամը 10-ին մայրելու օրվա նախաճաշ ժամը 11-ին պաշտամունք Միացյալ պաշտամունք է, անկտերեն հայերեն բոլորս միասին հարկենք, մեծարենք մեր մայրերը, մեր մեծ մայրերը եւ բոլոր անոնք, որոնք մայրական թեր կկատարեն եւ կամ կատարեցին։ Եկող գիրագի մայրելու օր։ Հունիսին կունենանք հայրելու օր, նույն ուղղությամբ հայրելու օրվա նախաճաշ եւ պաշտամունք եւ այս բոլորին մեջ այս շաբաթավերջին շաբաթ օր կյանք արևի մեջ գա ընտանեկան այսպես պիկնիկի պես ծրագիր կյանք արև այս շաբաթ օր արդու ժամը 11-ին մինչև 4 ջաշ կա եւ նաեւ ֆուտբոլի խաղերու մրցում կա ու նաեւ մեր եկեղեցու երդասարտները կմասնակցին նաեւ ֆուտբոլի այս մրցաշարքին հետեւաբար ընտանեկան է, բոլորտալ հրավիրված եք շաբաթ օր կյանք արևի մեջ, առավոտ ժամը 11-ին մինչև 4 ու կգնաք նաև կյանք արևը բդդիլ, դեսնել և նաև ասո փախտալ իր օրհնություններուն համար։ Սերներ, Աստուծո սրբազան խոսքեն կգարտացվի հատված մարնված Մարգոսի ավետարանեն։ Ավետարանը Մարգոսի երկրորդ գլուխ առաջին 12 համարներ։ Մարգոսի ավետարան երկրորդ գլուխ առաջին 12 համարները։ Հետևինք Աստուծո խոսքին ուշադրությամբ եւ հավատքով։ Տեր Հիսուս գափառնայում մտավ։ Քանի որ հետո լսվեցավ, թե անիգա դանմը մեջ է։ Շուտով շատ մարդիկ ժողվեցան, այնպես որ ալ դեղ չգար, ոչ ալ տրան քովերը ու գբատկամեր անոնց Աստուծո խոսքը։ Իրեն 4 մարդով վերցված անդամալույց մփերին։ Բայց տեսնելով, որ բազմութենեն չէին գրնար անոր մոդենալ, կագեցին դանը դանիքը, ուր գտնվեր Հիսուս, ու ձակմը փանալով վար իջեցուցին մահիջը, որում վրա բարգած էր անդամալույցը։ Հիսուս անոնց հավատքը տեսնելով ըսավ անդամալույցին. Որտյակ քու մեղքերդ քեզի ներված են։ Մեկ քանի տբիրներ, որ հոն նստել էին, իրենց սրդերում մեջ գխորհեին ըսելով. Ինչու համար ասիգա այսպիսի հայհոյություններ գնե։ Ոչ ոք գրնա մեղքերու թողություն տալ, բայց միայն Աստված։ Հիսուս իսկույն իմանալով իր հոգին մեջ, որ անոնք այնպես կխորհին, իրենց մեջ ըսավ անոնց. Ինչ կխորհիք սրդերնուտ մեջ։ Որը ավելի թյուրին է, անդամալույցին, քու մեղքերդ քեզի ներված են ըսելը, թե ելիր մահիջդ ար ու քալե ըսելը։ Այսինքն որ մեկը կարևոր է, ֆիզիկական առողջություն,
թե մեղքելու թողություն։ Բայց որբեսի գիտնակ, թե որդին մարդո իշխանություն ունի երկրի վրա, մեղքելու թողություն դալու ըսավ անդամալույցին, քեզի գսեմ ելիր մահիջդ ար ու դունդ կնա։ Անալ, այսինքն անդամալույցը, շուտ մի ելավ և իր մահիջը առնելով ամենուն արջևեն դուրս ելավ, այնպես որ ամենքը ապշած մնացին և փառք տվին Աստուծո ուսին այսպիսի բանը ամենևին դեսած չէինք։ Թող դեր օրհնե իր խոսքին ընթերցումը։ Մեզ յուրաքանչյուրին հոգևոր կյանքի աճման և շինության համար։ Ամեն։ Սիրելի հավատացիներ, ահավասիկ ավակ շաբաթ ատկյալը ծարգազարդ աբահարության դոն և հիմա գարցեք ամեն մարդ իր բնական կյանքին մեջ սկսավլալ և հարության հավատքը, որ ոչ թե միայն հարության գիրագին, այլ ամեն օր գսե Հիսուս Քրիստոս նույն է երեք այսօր և հավիտյան։ Այսինքն հարուցյալ Քրիստոսը չի փոխվիր, ըլլա իր անձով և կամ իր առաքելությամբ։ Գարտացված այս հատվածին մեջ գտեսնենք, թե Հիսուս Գափառնայում գմտնե։ Գափառնայում քաղաքը գտնվի Գալիլեո ծովին հյուսիսային շրջանին մեջ ու գոչվեցավ իբրև Հիսուսի քաղաք։ Ուր Հիսուս այս քաղաքին մեջ գտեսնենք բավական հրաշքներ գնե։ Եվ անշուշտ եւ հրաշքներ գնե նաեւ գահանտիպի մարդոց։ Հիմա հարցնենք, եթե հարուցյալ Քրիստոս այսօր, այս բահուն, այցելելու լամես, այցել է մեր ընտանիքները, այցել է մեր դուները, այցել է մեր եկեղեցիները, այցել է մեր եկեղեցին, այցել է մեր հայրենիքը, այցել է մեր ազգի զավակները, ինչ պիտի տեսնե։ Հանգարց դեր Հիսուս ներս կմտնե։ Ինչ կտեսնե։ Ինչ պիտի տեսնե։ Հավանաբար ինչ որ սխալ բան ունենք, պիտի փորձենք ծածկել, բահել, հայտնի չնել, ցույց տալ դեր Հիսուսի, որ ամեն բան լավ է, ամեն բան խաղաղ է, մենք շատ լավ ենք, բնական ենք, բայց նաև դեր Հիսուս կրնա այցելել մեր սրտերը, մեր մտքերը, մեր հոգիները, և գիտե ինչ կա մեր սրտին մեջ, մեր մտքին մեջ, մեր հոգին մեջ, գիտե ինչ կա մեր ամենօրյա կյանքին մեջ, ինչպես կմտածենք, ինչպես կշարժենք, ինչ կխոսենք, ինչպես կարտահայտվենք, և անշուշտ պիտի փորձե, պիտի ճանա իր շնորհքով բժշկել մեր բերքերը։ Սակայն արդյոք նույն պայմանները, նույն վիճակը կտեսնենք, դեր Հիսուս նույնը կտեսնե, ինչ որ տեսավ Գափառնայումի մեջ։ Պետք է նայենք ինչ տեսավ Հիսուս Գափառնայումի մեջ։ Առաջին հերթին կտեսնենք երկրորդ համարին մեջ Հիսուս Գափառնայումի մեջ գտավ իր խոսքը լսողներ։ Անոնց մեջ կային անձեր, որոնք միայն լսողներ էին, այսինքն ականջունին գլսեն կնշանակի։ Գլսեին Աստուծո խոսքը, գլսեին լսելու սիրուն, քան որ ականջը
լսողության համատեղ, գլսեին լսելու սիրուն, բայց չէին կործացրել Աստուծո խոսքը, միայն լսողներ, անոնց հետ միասին գային անձեր, որոնք միայն գտիդեին, տիդողներ էին, միևնույն ադեն, այս լսողներու մեջ գային անձեր, որոնք իսկապես գլսեին և գսորվեին, այսինքն խոսքը գիրակորձեին։ Եվ ասոնց մեջ գինար, լսող կործացողներու մեջ գինար այս անդամալույցը։ Անդամալույցը և անդամալույցը շալգողներ։ Գլսեին Հիսուսի, գհավադային իրսածներուն և այդ պատճառով ամեն չակ ըրին, որպես այս անդամալույցը Հիսուսի պերեն, հավատքով Հիսուսի պերեն, ճամփաչիգա ներս մտնելու դանիք ծագեցին։ Այդ հավատքը իրենց առաջնորդեց, որ ամեն չանք թափեն Հիսուսի հասնելու համար։ Նաև Հիսուս Կափառնաումի մեջ գտավ խանգարողներ, խափանիչներ։ Այսինքն Աստծո խոսքը գլսեին, Հիսուսի խոսքը գլսեին, անցնասեր չէին հետաքրքրված ուրիշներով։ Գլսեին Աստծո խոսքը, գլսեին Հիսուսի, բայց միայն իրենց համար։ Գճանային միշտ Հիսուսի չորս կողմը լալ։ Նկատի չէին առնել ոչ ինգածը, ոչ դգարը, ոչ գարիքավորը, ոչ հիվանդը։ Եվ գրնալ լալ անկիդակցաբար անցնասեր մարդիկ։ Ասոնց մեջ գային անձեր, որոնք շատ մոդեն գուզեին Հիսուսի, որպեսզի քննադատեն Հիսուսի։ Գարձելով թե իրենք արդար են, ինչպես փարիսեցիներ, հետևաբար Հիսուսի մոտ պիտի լան, որպեսզի Հիսուսի սխալը տեսնեն, որպեսզի Հիսուս քննադատեն։ Եվ շատ բնական է, շատեր գսիրեն սխալներ թիդել և քննադատել, փոխանակ ցերկ երկարելու և օգնելու։ Ասկյանտին Հիսուս Կափառնաումի մեջ կգտնե անօգնական, անթարմանելի անցումը։ Անդամալույցը չի գրնար շարժիլ, չորցած, քարացած, անօգնական է։ Չի գրնար առանցին Հիսուսի կով երթալ, հավատք ունի, բայց չի գրնար երթալ Հիսուսի։ Օգնագանի գարիք ունի։ Եվ այս հիվանդությունը գրնանք պատկերացնել ձևովը, մարդը առածին մեղավոր ըլլալը և հետևաբար բժշկության գարոտ։ Ուրեմն մարդ և գիտե թե ինք մեղավոր է, գարիք ունի փրկության։ Բայց անզոր է, չի գրնալ ինքն իրեն փրկել, գարիք ունի օգնությանը։ Մեղքերու թողության գարիքը գար և հետևաբար Հիսուս գբժշկե, գներե մարդուն նախ մեղքերը։ Որովհետև Հիսուսի համար մարդուն ֆիզիկականը որքան կարևոր, ալ ավելի էական է մարդուն հոգին։ Ինչ օգուտ եթե մեր մարմինը առողջ է, բայց մեր հոգին հիվանդ։ Ինչ օգուտ եթե մենք ֆիզիկապես շատ լավ ենք, բայց մեր հոգիները հիվանդակին վիճակի մեջ։ Եվ այս բոլորին մեջ գտեսնենք Հիսուս Կափառնաումի մեջ կգտնե օգնականներ։ 4 օգնականներ, որոնք այս անդամալույցը Հիսուսի գբերեն։ Եվ ցևով մգարցեք Հիսուսի այդ օրվա մեծակույն օգնողներ, օգնականներ այս 4 անձերն էին։ Եթե այս 4 անձերը չլայնատ, անդամալույցը ինչպես պիտի գար Հիսուսի կով։ Նույնիսկ աշակերտները հոնեն։ Մարդիկ խջողված Հիսուսի 4 կողմ։
Եվ ահավասի 4 նվիրյալ օգնականներ անդամալույզը Հիսուսի գբերեն։ Այս անձերը կներկայացնեն բոլոր անոնք, որոնք պատրաստ են օգնելու, ձեռք երկարելու ինգածին, դգարին, գարոդյալին, գարիքավորին, ցավակցիլ դարաբողին հետ, ըսկալ թիմացինին գարիքը, շոշափելի կորսնական դարձնել եւ ոչ թե միայն թիդել հերվեն, ցավիլ, խղճալ, այլ կորսնական անցնել։ Միշտ հաստատ հավատքով Դեր Հիսուսի վրա, որ միայն Դեր Հիսուս կարող է բժշկել։ Ադոր համար գտեսնենք այս 4 օգնականները միասին ձեռքի գուտան, գոքնեն, 4-ին նպատակը Հիսուսի հասնել եւ այս անձը Հիսուսի հասցնել։ Անշուշտ դժվարություն կար, խոչընդոտ կար, դանիքը կոց է, ժողովուրդը 4 կողմն է, դժվարություններ են, բայց այդ հավատքը գահարտահար է դժվարությունները։ Հավատք Դեր Հիսուսի վրա։ Ուրեմն այսօր եթե Դեր Հիսուս այցել է մեզ, ինչ պիտի գտնե։ Անշուշտ պիտի գտնե անձեր, որոնք միշտ կլսեն Աստուծո խոսքը, բայց հավանաբար բարձրապես լսելու սիրույն, որովհետև Աստված իրենց ականջներ տված է կլսեն, Աստուծո խոսքն ալ կլսեն, ուրիշ ձայներ ալ կլսեն։ Մատթեոսի ավետարանին մեջ մերդերը գսե։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 24-րդ համար։ Ով որ իմ խոսքերս կլսե եւ կգադարե զանոնք, պիտի նմանցնեմ խելացի մարդումը, որ իր դունը վեմի վրա շինեց։ Այսի միան լսող չէ, լսող եւ գադարող։ Որ կնշանակե թե եթե կպատկանենք լսողներու խումբին, պետք է այդ լսողներու խումբեն դուրս ելենք, գադարողներու խումբին մեջ լանք։ Այսօր Հիսուս երբ թե այցել է մեզ, վստահ եմ պիտի գտնե անձնասեր անձեր, որոնք հետաքրքրված չեն ուրիշով։ Կարևոր ես լավ եմ, ես հանգիստ եմ, ես առողջ եմ, ինձ ինչ ուրիշ։ Ինչ կուզես թողել, կարևորը ես լավ եմ։ Եվ այս մարդոց չափանիշը գլա ես ու իմ անձս։ Այսինքն ծևով մը ինձ մե ետքը չր հեղեղ թողել։ Ինչ կուզես թողել։ Գուզես աշխարհը թողպլի միայն ինձի պամը չլա, միայն ես լավն եմ։ Եվ մերդերը գսե, մի տադեք, որբեսի չտադվիք, որովհետև անձնասեր անձը ընդհանրապես քննադատողական կլա։ Գքննադատե փոխանակ օգնե։ Հիսուս եթե այցել է մեզ պիտի տեսնե մեզի պես մեղավոր անձեր, որոնք գարիք ունին բժշկության։ Բայց պիտի գտնե անձեր, որոնք պատրաստ են օգնելու, իրեն փնտրելու, իրեն հասցնելու գործվածը։ Արդյոք պիտի տեսնե թե մենք, մեր եկեղեցին, մեր ընտանիքը բոլորս միասին գաշխատին, գծրակրեն, գաղոթեն մեկ նպատակի համար։ 4 անձեր անդամալույզը շալգած Հիսուսի եկան, որովհետև կհավատային թե Դեր Հիսուս կարող էր բժշկել։ Ոչ մեկը գրծավ արգել կլալ անոնց։ Նույնիսկ դանիքը երբ ծագեցին, արդյոք այդ դանդերը չելավ թեմերդին, ինչ կնեք, դանիքը գծագեք, ասի իմ դունս է։ Հիսուսը հիվանդը Հիսուսի պերին, որովհետև միասնապար կործեցին, ձեռքի դված, մեկ նպատակ գեդաբնթեին։ Եկեք հիմա մեր ընտանիքները օրինակ առնենք։ Եթե մեր ընտանիքներում մեջ միապանություն կա, այդ ընտանիքը կքանթվի։ Եթե մեր ընտանիքներում մեջ
յուրաքանչյուր անդամ ընտանիքի մեջ ծերքի դալով ընտանիքին շահը կերատած նկատի, այդ ընտանիքը կքանթվի։ Նույն է եկեղեցի կյանքը, նույն է մեր ազգին, մեր հայրենիքի կյանքը։ Եթե մեր պատմության նայենք, եթե մեր անցյալին նայենք, եթե մեր ընտանիքներուն նայենք, երբ ծերքի դվինք, միասին կործեցինք, հաջողություններով հասանք։ Երբ ընտանիքը միասին կործե, այդ ընտանիքը անպայման կհաջողի Տերոջ շնորհքով։ Երբ եկեղեցին միասին կործե, անպայման կհաջողի Տերոջի շնորհքով։ Երբ հայրենիքը, երկիրը, քաղաքը, նահանգը, երբ ծերքի դա քերակույն նպատակի, պիտի տեսնենք թե հոն հաջողություն։ Իսկ երբ անձնասիրություն դիրե ընտանիքին մեջ, պատկերացրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամեն մեկը չվանը իր կողմը քաշե։ Ասի անդամալույզը 4 սերդին բռնած, ամեն մեկ եթե մեկ ուղղությամբ երթար, ինչ պիտի լար։ Անդամալույզը կեդին պիտի նար, հավանաբար պիտի գրվեին իրար հետ, չէ իմ ուղղությունը ճիշտ է, չէ իմս ճիշտ է, ես շիդագեմ, տուն շիդագես, մինչ այդ մորցան անդամալույզը պետք է բժշկվի։ Նույն է բարական մեր ընտանիքներուն մեջ, մեր եկեղեցիներուն մեջ, մեր ազգի կյանքերն։ Երբ յուրաքանչյուրը իր կողմը քաշե, հոն կանթում է սիրելիներ։ Բայց երբ ծերքի դալ, հոն հաջողությունն է, որովհետև Տեր Հիսուս միապանությունը գուզե, հավատքը գուզե, ծերքի դալ գուզե, եւ ոչ թե քաշքրդուկը։ Եվ այդ պատճառով Տեր Հիսուս կսե ուր երկու կամ երեք հոգիներ հավաքվին իմ անունովս, ես հոնեմ։ Այդ երկու երեքը կմիապանին Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր Հիսուս գործն է այդ երկու կամ երեքը։ Ուրեմն հարուցյալ Քրիստոս նույն է երեք այսօր եւ վաղը։ Եվ այսօր գայցել է մեզ։ Գայցել է մեր եկեղեցիները, գայցել է մեր ընտանիքները, մեր դուները։ Արդյոք խոսքը լսողներ, թե գադարողներ, ապրողներ։ Արդյոք անձնասեր, թե ընդհանուրին շահ, հավաքական շահ։ Անձնասեր, թե կփորձենք օգնել, ինգած, դգար, հիվանդ, ցավի մեջ եղող։ Գահավադանք կվստահենք նվիրվածությամբ հարուցյալ Քրիստոս նույնն է, չի փոխվի եւ ամեն օր գայցել է մեզ։ Ամեն վարյան հոն է։ Բայց մեր անդրադարձին չէ։ Մեր աղոթքը, մեր ամենօրյա աղոթքը թողնելա, որ Տերը իրապես զորացնե, որպեսզի գայդան խոսքը ապրողներ լանք, օգնողներ լանք, ծառայողներ լանք, ընդհանրական շահ եւ այս գիրականանա երբ կվստահենք կհանձնվենք Տեր Հիսուս Քրիստոսի ուր կմիանանք խաչին եւ խաչը բարապ Քրիստոս գաբրի թող այս հավատքը զորացնե մեզ որովհետեւ գայդանք իսկապես մեր ամենօրյա գիտակցին գիտագիցը լալ թե Տեր Հիսուս մեր մեջն է, մեր հետն է եւ իրեն հուսացողը փնավ ամոթով չի մնալ փառք իրեն օրհնյալլակ ամեն մեր Տերոջ սովետուցած աղոթքը եկեք ոտքի վրա բոլորս միասին միասնապար աղոթքի հոգիով աղոթենք
զիքոյ արքայություն, զորություն եւ փառք Հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգվույն հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունը, զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, բահե եւ պաշտպանե ձեզ, հիմա եւ միշտ, Հավիտյանս, ամեն։